Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցնող շաբաթը նշանավորվեց մի շատ կարևոր տեղեկատվությամբ, այն է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեվիդ Վենսը այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան։ Ընդ որում այս ամենի մասին հայտնեց հենց ինքը նախագահ Թրամփը, ասելով, որ այս այցը նշանավորելու է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների գործընկերության խորացումը։ Սակայն օրակարգերը տարբեր են Հայաստանում եւ Ադրբեջանում, եթե Ադրբեջանում ռազմական օգնության հետ կապված փաստաթուղթ է նախապատրաստվում, խոսքը վերաբերվում է զրահաբաճկոններին, նաև Կասպից ծովում ռազմանավերին, որը պետք է մատակարարեն Միացյալ Նահանգները, ապա Հայաստանում համագործակցության շատ ավելի լայն դաշտ է, դաշտ, որը միտված է դեպի ապագան։ Խոսքը վերաբերվում է միջուկային էներգետիկային, միջուկային պրոյեկտին Հայաստանի, որ վերջապես մենք արդեն ստացանք քաղաքական որոշումը Երևանի, եւ երկրորդը դա կիսահաղորդիչներն են։ Այդ ոլորտում Միացյալ Նահանգները համագործակցելով Հայաստանի հետ մեր երկիր մուտք են բացում այդ կիսահաղորդչային գիգանտների համար։ Պարզ ասենք, խոսքը չիպ արտադրողների, կոնստրուկտորների եւ ընդհանրապես այդ տեխնոլոգիաների մասին է։ Սա այն ոլորտն է, որը ապահովում է եւ ապահովելու է դեռ երկար ժամանակ գլոբալ տեխնոլոգիական անցումը եւ Հայաստանը դառնում է դրա ոչ միայն մասը, ոչ միայն շահառուն, այլև դրա ֆլագմաններից մեկը։ Սա շատ կարեւոր զարգացում է։ Դե երևի թե չարժի նաեւ առանձին նշել այն, որ միջուկային, ամերիկյան միջուկային օբյեկտ Հայաստանում դա առնվազն հավասարազոր է, ասենք, ռազմաբազայի նշանակության, որ այն կարող է ունենալ։ Այն էլ այս տուրբուլենտ աշխարհում։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել, մեր տաղավարում սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրն է սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, բարով եք եկել պարոն Սարաֆյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Խնդրեմ, պարոն Մեհրաբյան։ Եվ ուրեմն, պարոն Սարաֆյան, դուք քանի օր է Միացյալ Նահանգներից եկել եք Հայաստան եւ հանդիպումներ եք նաեւ ունենում։ Միացյալ Նահանգները կոնկրետացել են իրենց կարելի ասել ռազմավարության մեջ, թե մեր տարածաշրջանի, թե կենտրոնական Ասիայի հետ կապված եւ հետեւողականորեն առաջ են տանում, ընդ որում շատ արագ տեմպերով այդ ռազմավարությունը, ձեր մեկնաբանությունը համեցեք։ Այո, շատ ճիշտ եք եւ նաեւ միգուցե անսպասելի, ես անցյալ տարի դեռ այսինքն 24-ի վերջերը երբ ընտրությունները արդեն տեղ ունեցան, ավարտվեցին եւ Թրամփը եկավ իշխանության, ամենամեծ մտահոգություններից մեկը նա էր, որ քանի որ ինքը այդպես այսպես մեկուսացման Ամերիկայի իզոլացիոնիստ քաղաքականության այսպես ջադագով էր ներկայանում, մտահոգություն կար, որ նաեւ մեր կողմից հնչած, որ եթե այդպես լինի, նա այսպես Կովկասի եթե այսպես դասավորում տեղ ունենա եւ Ռուսաստանի ազդեցության գոտի դառնա, ասենք Ուկրաինայի հետ հարաբերությունների փոխարեն, մենք կարող ենք այսպես ներկայացության մատնենք, բայց ճիշտ հակառակն է տեղ ունենում եւ նա շատ ավելի այսպես լայնածավալ էքսպանսիվ արտաքին քաղաքականություն է վարում եւ նա
տարբեր տարածաշրջաններ այդպես բիրտ նույնիսկ ուժով մուտք գործելու հայտ է ներկայացնում, մանավանդ ասենք Հարավ Ամերիկայում, ինչպես տեսնում ենք։ Եվ այստեղ իհարկե նաև այսպես Միջին Ասիա այդ Միջին Միջանցքի տրամաբանությամբ եւ նաև պարզ տրիփը եւ մեր ասենք մեր տարածաշրջանը շատ հստակ է, որ այդտեղ շատ լուրջ քաղաքական եւ նաև տնտեսական ծրագիր է մշակված, որ գործադրության է դրվում հակառակ բոլոր այդ մնացյալ կողմնակի այսպես երևույթներին, տեսարաններին եւ հետեւողականորեն նրանք փորձում են առաջ տանել եւ բարձր որ սա միան լոզունգային այդպես բան ցանկությունների հայտարարություն արտահայտություն չէ, այլ լուրջ ծրագիր, որ հերահար նպատակներ է հետապնդում լուրջ ռազմավարական երկարաժամկետ ծրագրերի տեսանկյունից։ Պարոն Սարոփյան, կա մի այսպիսի թյուր պատկերացում, թե այս ամենը կախված է միայն եւ բացառապես Թրամփի անձի հետ։ Մինչդեռ Թրամփը Միացյալ Նահանգների միապետը չէ, Թրամփը նախագահն է։ Եվ Միացյալ Նահանգների քաղաքականությունը ձևավորում են տասնյակ կամ 100 հազարավոր մարդիկ իրար հետ, այն ինչ կոչվում է establishment։ Եվ Թրամփը չի կարող, ասենք, գնալ այսպես հակոտնյա ձևով այդ establishment-ի պատկերացումներին։ Կարող ենք մենք պատկերացում այսպես ֆիքսել, որ Միացյալ Նահանգների այս քաղաքականությունը, որը Թրամփի անվան հետ է կապվում, սա այնուամենայնիվ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է եւ այսպիսինն է լինելու նաեւ Թրամփից հետո։ Շատ կարևոր բան եք մատնանշում եւ բարձ է որ գիտենք գաղտնիք չի որ իր մոտ նաև կամայական այսպես պորտկումներ կան, երբեմն նույնիսկ անիրատեսական այդպես խոսքեր է ասում, բայց եթե ավելի այսպես ուշադիր եւ առարկայական մոտենանք հարցին, պիտի տեսնենք, որ ինչ որ չափով նաև նախորդ վարչակարգի կամ նախորդ այսպես պետ դեպարտամենտի, ասենք, քաղաքականության շարունակություն կարելի է նույնիսկ համարել, որովհետեւ եթե հիշում ենք նախորդ վարչակարգի ժամանակ մանավանդ տարածաշրջանում անդրկովկասյան խնդիրների հետ կապված ամերիկյան հստակ մոտեցումներ կային եւ նաեւ նույնիսկ Ադրբեջանի Հայաստանի հարաբերությունների առումով կարգավորման մոտեցում եւ Միջին Միջանցքի մասին արդեն խոսակցությունը սկսվել էր դեռ այդ ժամանակ։ Այսինքն խոսում էր այդ տնտեսական արևտրային այդ հսկա ծրագրերի մասին եւ իր նաեւ մոտեցումը նաեւ որ նա կարելի ասել արագացրեց այդ ամբողջ բաները եւ լայնացրեց շրջանակը այդ քաղաքականության։ Հիմա եթե նա վարեր մի այնպիսի քաղաքականություն, որ հակոտնյա էր ընդհանրապես Ամերիկայի, ասենք, ազգային շահերին, բարձ է նրա այսպես սանձարձակ այդպես իրավասություն չէր տրվի եւ այն հանգամանքը որ ոչ դեմոկրատները այս առումով ոչ էլ հանրապետականները առարկում են մանավանդ մեր այս տարածաշրջանում իր վարած քաղաքականության դա ամենապերջախոս ապացույցն է նրա որ սա ամերիկյան քաղաքական մշակված քաղաքականության շարունակություն է բարձ է ասենք որոշ տարբեր այսպես մոտեցումներով եւ այդ առումով ասենք մեր տարածաշրջանում նրանց վարած քաղաքականությունը նաև դա հստակ երևում է որ այսպես ցանկալի է եւ establishment-ին եւ ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության տրամաբանության եւ նաև հատկանշական է այն փաստը որ իրականության մեջ նաև մի ուրիշ այսպես նրբություն կա որ պիտի նկատի ունենանք Թրամփի համար Հայաստան-Ադրբեջան խաղաղության այսպես պայմանագրի նախաձեռնագրում եւ ընդհանրապես նրա ուրեմն այս գործընթացը թեև ինքը 7-8 խաղաղության այսպես ծրագրերի մասին է խոսում որ արել եմ իրականության մեջ սա կարելի ասել միակ շոշափելի արդյունք ասենք եւ հաջողության եւ պատահական չէր որ այս վերջին Դավոսի իր այդպես խորհրդի ուրեմն կազմի խաղաղության խորհրդի այդ բանը կազմելուց նրա երկու կողմը նստած էին ուրեմն Փաշինյանը եւ Ալիևը սա նաեւ որովհետեւ իսկապես սա իր մեծագույն հաջողությունն է կարելի ասել մնացյալը որովհետեւ ոչ մի հաջողության դեռ չի ասել այդպես հայտա դեկլարատիվ բաներ են գազան տեսնում ենք դեռ չի ավարտվել հսկայական խնդիրներ կան ռուս-ուկրաինական պատերազմը դեռ շարունակվում է այնպես որ
Պիտի նաև այդ տեսանկյունից նայել, որ սա իր համար նաև անձնական առումով նաև իր համար արժանապատվության եւ կարևոր հարց է, որ այս հաջողությունը շարունակվի եւ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այդ միջանցքի բացումը նաև կարևոր ծրագիր է, որ պետք է իրականության վերածվի։ Պարոն Սարոփյան, այս ամենը տեղի է ունենում մի շատ կարևոր process-ի ֆոնին։ Միացյալ Նահանգներն ավելի վաղ հրապարակեցին իրենց ազգային անվտանգության ռազմավարությունը, իսկ 3 էլ առաջի օրն էր նաև պաշտպանական դոկտրինը Միացյալ Նահանգների եւ այդ ամենը ուղղակի նշանավորում է Միացյալ Նահանգների գլոբալ վերադիրքավորումը։ Եվ այդ ամենը անցավ չի անցնում։ Մենք տեսնում ենք ինչ խնդիրներ կան արևմտյան կիսագնդում, մենք տեսնում ենք ինչ խնդիրներ կան Միացյալ Նահանգների եւ եվրոպական դաշնակիցների միջև, հա։ Այո, ՆԱՏՕ-ի որում շատ դրամատիկ եւ այլն, գիտեք, հեսա Մյունխենում էլ կտեսնենք այդ դրամայի շարունակությունը, բայց այնուամենայնիվ սա օբյեկտիվ process է։ Մյուս կողմից մենք տեսնում ենք թե հարավային Կովկասի հարցերում, թե կենտրոնական Ասիայի հարցերում Եվրամիության հետ լիակատար ներդաշնակեցում։ Որևէ հակասություն չկա, ավելին կողմերը ֆիքսում են, որ այո, դրանք փոխլրացնող նույնիսկ եւ փոխադարձաբար այսպես սիներգիայի օրենքով իրար ուժեղացնող շահեր են։ Համեցեք։ Ճիշտ այդ ես նաև նկատի ունեի, որ մեր ամենամեծ ձեռքբերումը այս ամեն ինչում կարելի է համարել այն, որ հակառակ, ասենք, նախորդ իշխանության վերջի շաբթվա ստորագրված ուրեմն այդ խարտիային, որ Հայաստանից ստորագրվեց, որ շատերը ասում էին այն մասին, որ սա ուրեմն հաջորդ իշխանությունը միանգամից վարչակարգը միանգամից չեղարկելու է եւ սա անիմաստ բան է, որևէ տեղ չի հասցնելու մեզ, տեսանք, որ ոչ միայն դա հաստատվեց, այլ արդեն գործնականացավ։ Սա մեկ։ Երկրորդ, ես շատ ճիշտ նշեցիք, որ ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանին, իսկապես այդ ներդաշնակությունը կա եւ համագործակցությունը կա, որպեսզի նաեւ այդ գործընթացը առաջ գնա։ Այսինքն երբ տեղի ունեցավ նախաստորագրումը, տեսանք թե բոլոր երկրները եւ նաեւ Եվրոպայի ամենակարևոր երկրները ինչպես միանգամից շնորհավորեցին այդ գործընթացի մեկնարկը եւ նաեւ ամեն ձև փորձում են աջակցել, որպեսզի այդ գործընթացը իր ավարտին հասնի։ Եվ սա մեր կարծում եմ իսկապես մեր համար շատ լավ ուրեմն երևույթ է, որովհետև կարող է նաև հայտնվի մի այնպիսի իրավիճակներ, որ մենք այդ ամբողջ այդ աղմուկի եւ այդ ուրեմն եվրոպացիների, Եվրոպայի եւ ասեք Միացյալ Նահանգների այդ հակասության եւ հակամարտության նաեւ կիզակետում հայտնված լինենք ու նաեւ հետևանքները մենք քաշենք։ Բարեբախտաբար այդ ամբողջ իրավիճակների դրական, այսպես ամենադրական գործընթացների մասն ենք մենք կազմում եւ դա իսկապես ապագայի համար բավական հուսադրող է եւ նաեւ կարծում եմ բոլորի շահերից է բխում, որ այս գործընթացը իսկապես իր ուրեմն հաջորդ գործնական քայլերով ավարտին կարողանան հասցնել։ Պարոն Սարոփյան, J.D. Vance-ի այցը Հայաստան տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելեց Վաշինգտոն եւ այնտեղ ստորագրվեց չափազանց կարևոր մի շրջանակային փաստաթուղթ տրիպի վերաբերյալ, որը ըստ էության դա պայմանավորվածություն է առաջիկա 1 դարի համար։ Այո։ Հենց ժամկետներն են այդպեսին, այսինքն սա ոչ թե ֆիգուրալ արտահայտություն է, այլ պարզ մաթեմատիկա, դրա մասին է խոսքը։ Ըստ էության դա նաև նշանակում է Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածություն Հայաստանի տնտեսությանը, մեր տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ, կայունության ապահովմանը առնվազն 100 տարի հետո էլ կյանքը ցույց կտա։ Այո։ Հիմա այս ֆոնին մենք տեսնում ենք տարբեր որակի եւ մակարդակի վեճեր, բանավեճեր Հայաստանի ներսում, կոպիտ ասած ձուն ջարդում մեջը մազն մանգալիս եւ այլն։ Շատ ճիշտ է, որ դա տեղի է ունենում եւ
Գիտեք, այստեղ կարծում եմ նաև ամենակարևորը տեղի ունեցավ այսպես բավականին մեծ անցում տեկտոնիկ կարելի է ասել մտածելակերպի եւ աշխատելավոճի անցում է տեղի ունենում։ Մենք գտնվում ենք այդ անցումային շրջանում։ Այսինքն 22 թվականը կարելի է համարել այդ ջրաբաժանը, որտեղից է սկսվեց այդ բեկումը։ Ինչ ասեմ, հիմա կարելի է ասել Ստոկհոլմի սինդրոմով մենք մինչև այդ թվականը ապրում էինք Ռուսաստանի հետ կապված ու հիմա այդ անցումը տեղի ունենում։ Հիմա ոչ բոլորն են, կարծում եմ, կարողանում հոգեբանորեն թոթափել այդ իրավիճակի եւ անցումը կատարել ինքնիշխան, ինքնուրույն, որպես երկիր արտաքին քաղաքականություն եւ հարաբերությունները վարելու առումով։ Շատ հաճախ հնչել է եւ մինչեւ հիմա հնչում է։ Ուրեմն, եթե դու ուզում ես որպես երկիր գոյատևես, սրան կամ նրա այսպես գործակիցը պիտի լինես կամ ասենք սրանից կամ նրանից կախված պիտի լինես։ Այսինքն, եթե Ռուսաստանը չի քո հովանավորը, ճակերտյալ, ուրեմն պիտի լինի Միացյալ Նահանգները։ Բայց իրականության մեջ բոլոր նորմալ երկրները, որոնք հարաբերություններ են մշակում տարբեր ուրեմն ուժային կենտրոնների հետ, այսպես ասենք, պարտադիր չի, որ իրենց բոլոր ձվերը դնեն մի գողովի մեջ։ Այո, կարող ես դու մեծ մասամբ ունենալ արևելում եւ նաեւ ընդհանրական եւ շահեր եւ նաեւ գաղափարական եւ համակարգային այսպես արժի համակարգ, որ շատ կարևոր է որ լինի, մանավանդ մեր ասենք Եվրոպայի հետ որ մենք խոսում ենք կամ մինչև այս իշխանաբանի վարչակարգը Միացյալ Նահանգների նաեւ Միացյալ Նահանգների հետ մեր ժողովրդավարության եւ ուրեմն այդ ժողովրդավարության սկզբունքներից ելնելով։ Հիմա դա կարծեք թե այդ անցումը կատարելու դժվարություն եւ այդ մարդիկ չեն կարողանում պատկերացնել կյանքը առանց Ռուսաստանի եւ հովանավորության եւ աջակցության եւ նաեւ առանց Ռուսաստանից ուղղություն ստանալու կամ թելադրանք ստանալու թե ինչպես վարվեն, որովհետեւ նախորդող տարիների մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը եթե ամփոփենք, պիտի տեսնենք, որ հիմնական ուրեմն մոտեցում այն էր, որ մենք մշակում ենք, բայց օտարապես ինչպես խորհրդային շրջաններ եւ ունենք արտաքին գործոս նախարարություն, բայց ինքնուրույն որոշումներ կայացնելու որևէ իրավասություն չուներ։ Ու դա այդ հոգեբանությունը կարծես շարունակվեց եւ հիմա արդեն փոխվում է, կոտրվեց եւ արդյունքներն եք տեսնում միանգամից։ Սա շատերի մոտ կարծում եմ մտահոգություն է առաջացնում, որովհետեւ մեծ վտանգներ են կանխատեսում, որոնք իրականության հետ իսկապես աղերս չունեն։ Կա խնդիր, այո կա, իմ անվտանգությունը փառատվում է, ոչ, բայց նաև կա փոփոխություն եւ նաև կա արդյունք։ Մենք պիտի հարցերը քննարկենք եւ նայենք արդյունքներին նաև նայելով, այլ ոչ թե անընդհատ խոսենք ռիսկերի եւ անընդհատ խոսենք հավանական սցենարների մասին, երբ գետնի վրա իրականությունն է փոխվում եւ գետնի վրա այդ քաղաքականությունը պատուղներն է տալիս։ Եթե պիտի անտեսենք այդ ոլորտը, որ ինչ որ տեղի ունեցել, պիտի անտեսենք այն հաջողությունները, որ ունեն գրանցում ենք, այն իրավիճակի փոփոխությունը, որ մենք հիմա տեսնում ենք, եւ պիտի մոռանանք, կարծեք դա տեղի չի ունեցել եւ խոսենք վտանգների մասին, որոնք կարող են մեզ սպառնալ, եթե հանկարծ մենք Ռուսաստանից կտրվեցինք կամ Ռուսաստանի, ասենք, ցանկությամբ մենք չվարվեցինք։ Սա է որ ես սա եմ տեսնում այստեղ, այսինքն կա իսկապես Հայաստանում կա, ասենք, եւ քաղաքական ուժերը եւ նաեւ ժողովրդի մի մաս, որ իսկապես հավատում է, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող առաջ գնալ, եւ կան նաեւ մարդիկ, ովքեր շահարկում են եւ շահագործում են այդ հանգամանքը եւ ավելի են այդ մարդկանց մոտ այդ կարելի ասել այդ մտահոգությունը ավելի այսպես բանանում, որ տեսեք իսկապես կա եւ չենք կարողանել եւ աշխատում են նաեւ այդ մարդկանց հոգեկան այդ բանի վրա, որպեսզի նրանց ավելի եւս վախեցնեն եւ վախեցնելով, ասենք հաջորդ ընտրություններում նրանց կվեները ստանան։ Պարոն Սարաֆյան, տեսեք նաեւ որոշ ազդեցության խմբեր այսպես խաղադրույքն արել են այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը հեսա պատերազմը իր համար շահեկան ձևով կավարտի Ուկրաինայում, այնտեղից ձեռքերը կազատի եւ երկար ձեռքերը կբերի կհասցնի մեր պարանոցին ու մեզ կխեղդի
ասենց մեր բոլոր գործած մեղքերի համար, հա, 22 թվականից այս կողմ եւ ամեն ինչ դառնա ի շրջանս յուր։ Դեռ չկա որևէ սիմպտոմ, որ նախ Ռուսաստանը կավարտի այդ պատերազմը, ավարտելուց էլ դա կլինի իր համար շահեկան։ Ինչի վրա են հույս դնում այս մարդիկ եւ ինչով է սանուցվում։ Այս վերջերս մի նոր քաղաքական գործիչ կա, որն ասում էր մենք հեսա ուժեղ առաջնորդով կգանք եւ կապած ուժեղ առաջնորդը կապացուցի, որ ՀԱՊԿ-ը գործուն կառույց է նաեւ Հայաստանի պարագայում։ Ասած ինչ որ ոչ գիտական ֆանտաստիկայի ժանրից ինչ որ արտահայտություններ, համեցեք։ Սա դա ես դա նկատի ունեի նաև որ կանխատեսումներ են արվել մի ուրիշ հաղորդման ժամանակ ասեցի եթե յուրաքանչյուր սխալ կանխատեսման համար մի գանձանակում 100 դրամ դնեինք ահագին պատկառելի գումար գոյացած կլիներ այդ բոլոր կանխատեսումներից սխալ նորից կարելի է կանխատեսում անել իրավիճակից նաև ելնելով կամ նաև վերլուծություն անելով բայց նաև շատ վերլուծումներ կյանքի ուրեմն բերումով սխալ են դուրս գալիս եւ այդ վերլուծությունը այդ մտնում է այդ ծիրիցներ այսինքն մարդիկ անտեսում են իրականությունը գետնի վրա թե ինչ տեղի ունեցավ եւ մինչեւ նախապատերազմյան մեր մտածելակերպը ինչպես էր այդ մարդկանց մոտ նույն ձևով շարունակվում այսինքն նրանք շարունակում են մտածել նույն ձևով որ կա Ռուսաստան կա մեր փրկիչ Ռուսաստանը պատմականորեն նաև այդպես մտածելով եւ նա չի տալու ոչ Ադրբեջանին ոչ Թուրքիային ասենք մեզ վնասի ու այդպես մենք մտածելով հասանք այսօրվան ունեցանք պատերազմ, ունեցանք պարտություն, որովհետև մենք ակնկալություններ ունենք Ռուսաստանից, որ իրականության հետ որևէ աղերս չուներ։ Եվ չէր բխում նաև Ռուսաստանի շահերից եւ մանավանդ Ռուսաստանի պահվածքից նախորդող ասենք 15-20 տարվա ընթացքում, այսինքն շատ եմ խոսել 2010 թվականից երբ առաջին ուրեմն S-300-ները վաճառվեցին Ադրբեջանին եւ սկսվեց ռազմական համագործակցությունը զենքերի վաճառքը հարցակողական լայնածավալ զենքերի այո եւ այդ օրվանից արդեն հստակ պիտի լիներ որ Ռուսաստանի համար Ադրբեջանը շուկա է եւ մենք եթե իսկապես ինքը մտահոգ էր մեր որպես երկիր գոյատևմամբ այդ քայլը պիտի չաներ Եվ ուրեմն ինչով ենք մենք փորձում մեզ համոզել եւ նաեւ օրվա իշխանություններն են փորձում համոզել ասելով որ այո Ադրբեջանը տալիս է բայց հավասարազոր զենքեր նաեւ մենք ստանում ենք նրանից աժան գնով կամ ձրի որպեսզի կարողանանք հակադրել Ադրբեջանին ինչ ցույց տվեց իրականությունը ցույց տվեց որ բացարձակապես դա իրականության հետ չէր համապատասխանում եւ պատերազմը այդ ամբողջ այդ պատրանքը եւ ամբողջ այդ առասպելը Միանգամից հա ուրեմն դրանից է նաև հետևում այս մարդկանց մոտեցում այսինքն դեռ խոսում են այնպիսի բաների մասին որ կյանքը ցույց տվեց որ տեղի չունեցան եթե մենք մինչև պատերազմը ուրեմն թեորետիկ բանի մեջ էր այդ ամեն ինչը այսինքն կարող ենք խոսել եւ հակաճարել իրար ասենք ասել որ ես եմ ճիշտ կամ դու ես ճիշտ բայց պատմությունը գետնի իրականություն 20 թվականին փաստերով ցույց տվեց որ այդպես չէ 22 թվականին առավել եւս ցույց տվեց որ այդպես չէ եւ եթե մենք մեզ համոզեցինք օրին ասելով որ այո Ռուսաստանը պարտավորություն չուներ Ղարաբաղը որևէ ձևով այդ ամբողջ Արցախի հարցը իր վրա վերցնելու կամ պատասխանատվություն վերցնելու եւ Ադրբեջանի հետ գժդվելու այդ հարցով տեղը հասավ հարցը Հայաստանի իշխան տարածքներին եւ հանկարծ հարցականներ սկսեցին հնչել Ռուսաստանի ՀԱՊԿ-ի կողմից ասելով որ մենք չգիտենք ձեր սահմանները որն է այսինքն կյանքը ցույց տվեց քետնի վրա փաստերով որ այդպես չէ եւ նրանք որևէ ցանկություն եւ տրամադրություն չունեն հակադրվելու Ադրբեջանին ի հեճուկս ասենք Ադրբեջանի եւ մեր ասենք իշահ մեզ սա պիտի մեզ համար հստակ եւ դարձավ բարեբախտաբար 22 թվականին որ մենք մեր այսպես անվտանգությունը եւ մենք մեր գլխի ճարը մենք մեր մեզնով պիտի նայենք այլ ոչ թե սպասենք թե ինչ ողորմություն կամ ինչ բարեացակամություն ցույց կտա Ռուսաստանը եւ մեզ կօգնի հիմա ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից մեզ պատժելու որովհետեւ ամենաշատ խոսվող թեման դա է մեզ պիտի պատժի Եվ ասենք Սալավիովի կամ Ռուգինի ուրեմն խոսույթներով մենք մտահոգված կրկին այսպես փորձում ենք մտնել մեր պատյանի մեջ։ Այսինքն դա է փորձ արվում անել
որովհետև այդ քարակուսից, որ մենք տարիներով այդ քարակուսու մեջ էինք, այդ comfort zone-ն ասում, չէ, որ մենք ապահով այդ զոնայից, հիմա դուրս ենք եկել, կան ուժեր, ովքեր մեզ փորձում են հետ բերել այդ տուփի մեջ դնել, որովհետև իրենք համոզված են, որ այդպես է լինելու, բայց դե ինչպես տեսնում եք, ոչ միայն այդպես չի լինում, եւ նույնիսկ ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի կողմից կարելի է ակնկալել, որ ավելի շատ հարաբերության եւ փոփոխություն է լինելու բանի հարաբերության որակի, քան նախկինում կար, այսինքն մենք ավելի շատ մեր գործառույթներով պարտադրելու ենք հարգանք Ռուսաստանին մեզ հետ վերաբերվելու, այնպես ինչպես ցանկանում ենք, որ նա վերաբերվեր, որովհետեւ մենք այդ ֆորպոստի ուրեմն դիրքից չկարողացանք բարձրանալ եւ մեր վարկով չկարողացանք բարձրանալ, որովհետեւ նա մեզ նայում էր որպես այսպես Ենթակա կառույց եւ բարդա որ երբեք այդ հարգանքը չէր ցուցաբերելու, որովհետեւ մենք ենք իրեն ասում, որ ինքը չհարգի մեզ։ Մեր գործունեությամբ, մեր ղեկավարների նախորդ գործունեությամբ անընդհատ դեպի Մոսկվա նայելով, Մոսկվայից Դաբրո ստանալու մոտեցումով, ժողովրդին ծախելով, որ մենք ունենք Դաբրոն, չէ՞, միշտ կար այդ խոսակցությունը։ Հիմա այդ անցումն է, եթե տեղի ունեցավ, ու այս մարդկանց մոտ ովքեր դա այդ խոսությունն են առաջ տանում կամ խոսում են հապկի մասին, չեն ուզում իրական գետնի վրա տեսնել պատկերը, կամ էլ դեր ցանկանում են հավատալ, որ այդպիսի երազանք կարող իրականանալ եւ որևէ մի օր Ռուսաստանը հանուն Հայաստանի Ադրբեջանի հետ հարաբերություններ պատասխանի։ Երբ որ տեսնում եք նույն Դուգինը ոչ թե Հայաստանի մասին է խոսում է ամբողջ Անդրկովկասի մասին, Անդրկովկասը յետ վերադարձնելու ռուսական ազդեցության որպես գոտի իր որպես ծայրամասային գավառներ։ Ուրեմն նշանակում է, որ եթե միայն մենք չենք թիրախը, նաև Ադրբեջանն ու Վրաստանն է թիրախը արդեն դառնում իրենց գաղափարական խոսույթի։ Սա նշանակում է, որ նրանք այս ամբողջ տարածաշրջանն են մեկ ուրեմն բանով նայում, այլ ոչ թե միայն մեզ Հայաստանին կամ եթե պիտի վնասացնի միայն Հայաստանին է լինելու, Ադրբեջանը։ Պարոն Սարաֆյան, այս մի տարվա ընթացքում, այսինքն անցյալ տարվա հունվարի 14-ից սկսած, այսինքն որ նայում ենք, երբ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության մասին խարծան ստորագրեցին, դա դեռ նախորդ վարչակազմի օրոք էր, բայց արդեն իսկ համաձայնեցված Թրամփի վարչակազմի հետ, ինչն էլ եւ էստաֆետը, այսպես ասենք, ընդունեց եւ տարավ առաջ բերելով այս տարվա հունվարի 14-ի պայմանավորվածության, դրան նախորդած օգոստոսի 8 եւ հիմա էլ այն հուշագրերի ուղղությամբ զարգացումներն էլ արդեն տեղի կունենան Վենսի այցելության ժամանակ։ Հարցս հետևելն է, այս ընթացքում նաեւ փոփոխվեց Ադրբեջանի ռետորաբանությունը։ Անցյալ տարի հունվարի սկիզբն նոր տարին ասենց քիչ անցած մի ռազմատենչ այսպես ելույթ էր ունենում Ալիևը, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է եւ այլն, մեր բռունցքը երկաթե, ասես բաներ էր խոսում։ Հիմա Դավոսում զերո նեգատիվ, որ մենք արդեն էլ պատերազմ չկա, խաղաղություն, ավելին մենք համագործակցության էջ ենք բացել Հայաստանի հետ։ Եվ ես ենք անում, են ենք անում, սա ենք անելու, նա ենք անելու, դա մենք նաև ունենք այն, որ արդեն Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները համատեղ շրջայց են կատարում երասխսադարակ երկաթուղային այդ հանգույցը տեսնելու համար, թե այնտեղ որքանով անցանելի կլինի երկաթուղաշինարարական տեխնիկայի անցանելիությունն ապահովելու համար։ Հարցս հետևյալն է, այս տրանսֆորմացիան ինչ պատճառա հետևանքային կապերի արդյունք է ձեր տեսակետից եւ ուր է տանում այն համեցեք։ Սա կարծում եմ նաեւ մյուս խոսույթի ամենակարևոր մասն է, որ այս ամենը կեղծ է, իրականը ծավալապաշտական մոտեցումն է եւ այդ հռետորաբանությունն է, բայց նորից պիտի նայենք գետնի վրա ուրեմն թե ինչ է տեղի ունենում եւ այդ հռետորաբանությունը համապատասխանում է գետնի իրականության։
Եվ հասկանալի է, որ Ադրբեջանը եթե չլիներ ամերիկյան այսպես շատ ավելի գործուն մասնակցությունը տարածաշրջանային, ինչպես ասեցիք, ճարտարապետության, անվտանգային եւ նաեւ տնտեսական զարգացման, միգուցե կարելի էր դեր այսպես եթե նժավերապետի դնենք նկարտումները եւ նաեւ հավանական համագործակցությունը կարող էր այսպես անվտանգային խնդիրը շատ ավելի ծանր կշռեր եւ մենք ունենայինք այն մտահոգությունը, որ Ադրբեջանը կարող է որևէ պահի փոխել իր մոտեցումը եւ ասենք հետապնդել իր հերահար նպատակները Հայաստանի դեմ։ Բայց տեսնում եք, որ գործնականում ինչ է տեղի ունենում։ Տեսնում եք, որ փոխվստահության մանր քայլեր են տեղի ունեցել եւ շարունակում են տեղի ունենալ։ Տեսնում եք, որ համագործակցության եւ տնտեսական այսպես համագործակցության նախանշաններն եք տեսնում եւ գործնական արդեն քայլերն եք տեսնում։ Ուրեմն ինչպես տեսնում ենք, այդ քայլ առ քայլ տեղի ունենում այնինչի մասին, որ մենք խոսել ենք թեկուզ խաղաղության ուրեմն միտված քայլերով եւ նաեւ տնտեսական համագործակցության, որովհետեւ իրենք Ալիևն էլ է հասկանում, նույնիսկ տեսեք փոքր բաները, բայց հատկանշական, երբ հայտարարվեց ուրեմն այդ խորհրդի մասին խաղաղության։ Հիմա թե ինչքանով է լուրջ, ինչքանով է կարողանալու այդ գործառույթները աշխատել չտանը, դա երկրորդական հարց է։ Բայց այն հանգամանք, որ սկզբից ասում են, որ Ադրբեջանը մերժել է։ Եվ եթե նայեք Wikipedia-ի էջի վրա, մերժող երկրների շարքում, որ Ֆրանսիաներ բաներ, Ադրբեջանն էր նշվում։ Հետո հանկարծ փոխվեց։ Հետո փոխվեց ասելով, որ դե Ալիևը հստակ բան չունի, պիտի մասնակցի թե չէ։ Հետո հանկարծ պարզեց, որ ոչ միայն մասնակցել, նայքնել էր գնացել Դավոս, ուրեմն նշանակում է, որ նրանք շատ լավ հասկանում են, որ այստեղ եթե իրենք որևէ ձևով փոփոխություն անեն, երկու բան է տեղի ունենալու։ Առաջինը Պարզը որ տնտեսական այդ բոլոր շահագրգռվող կողմերը, այսինքն Միացյալ Նահանգները եւ նաեւ ինչու՞ չէ Եվրոպան, նախ նրանց համար դա անհնություն է լինելու եւ երկրորդ ամենակարևորը Թրամփի համար ամենամեծ հաջողությունը որևէ ձևով խաթարել կամ խանգարել մահացու վիրավորանք է եւ շատ ծանր հետևանքներ կարող ունենալ Ադրբեջանի համար։ Ուրեմն այդ երկու հանգամանքից ելնելով եւ նաեւ երրորդը Վերջը նայել է հասկանում, տեսնում, որ տնտեսապես իր երկրի համար սա իսկապես շատ լավ բան է լինելու։ Եվ ինչ կարիք ունի ինքը, այսինքն ինչ նպատակ ունի, իմաստ ունի, այդ ամեն ինչը խանգարել հանուն ինչի, երբ որ ձգտում էր ինքը իր ուրեմն Նախիջևանը կապել Ադրբեջանին ուղղակի եւ նաեւ ինչու՞ չէ բացել այդ ճանապարհը, որովհետեւ կարողանա տարանցիկ իր ապրանքափոխանակություն անել եւ Թուրքիայի հետ եւ ամբողջ ասենք արաբական երկրների հետ։ Ուրեմն միշտ խնդիրը կայանում է նրանում, որ մենք մեր հարցերը միշտ նայել ենք միայն մեր դիտանկյունից նայելով, մեր տեսանկյունից նայելով։ Նույնիսկ այն խոսույթը որ կա, այո կա, Ադրբեջանի խոսույթ կա, այո կա, արդյոք հովանավորում է իրենց կողմից, այո, արդյոք իր բարբերաբար ելույթներ ունեցել այդպեսին, այո ունեցել է, բայց եկեք հիշենք 30 տարի ադրբեջանական ամբողջ քարոզչամեքենան ուղղված էր Հայաստանի նկատմամբ ատելություն սերմանելով, որովհետև մենք հաղթել էինք իրենց եւ նրանց պետք էր որ այդ ատելությունը սերմանվեր, որովհետեւ այդ մարտական ոգին բարձր բան, որ օրը գա իրենք հաջողության հասնեն։ Հիմա եղավ դա տեղի ունեցավ։ Ինչու մենք այդ նույն խոսույթը չունենք, չենք ունեցել, ունենք։ Մինչև հիմա ենք ասում, մինչև հիմա ենք ասում նաև Թուրքիայի նկատմամբ։ Այսինքն, եթե մենք իրապաշտ պետության ամենակարևոր գործառույթը ընդհանրապես արկածախնդրությամբ զբաղվելը չէ, այլ լուրջ ռեալ հարցերի մասին խոսելն է։ Ու եթե խոսում են, ասենք այդ խոսույթը առաջացնում են, խոսում են դեր հայության հայերի ատելության մասին կամ հայության նկատմամբ, դա այսպես անմիջապես փոխելը շատ դժվար է։ Նույնիսկ մեր մոտ է հիմա դժվար։ Նույնիսկ մենք այսօր մինչև այսօր այդ թերահավատությունը ունենք, չէ՞, դեր մեջ, որ Թուրքիանի չենք կարող վստահել, Ադրբեջանի չենք կարող։ Պարզ է դա։ Ժամանակ է պետք, որպեսզի այդ հոգեբանական այդ բանը կարողանանք անցնել եւ վերադառնալ, այսինքն տարածաշրջանում այդ համագործակցությունը լինի։ Իսկ այսօր այս համաշխարհային այս պատկերի մեջ, երբ որ արդեն մանավանդ Թրամփի իշխանության օրոք ուժի ուրեմն ուժն է այսօր գերիշխողի եւ վերադասավորումները որ տեղի են ունենում ուրեմն ուժերի եւ ուժի տեսանկյունից են տեղի ունենում, այլ ոչ թե ընդունված միջազգային օրենքների կամ ընդունված այդ փոխհարաբերությունների։ Ուրեմն այդ ֆոնին պարզ է որ բոլոր շահագրգիռ կողմերի մանավանդ մեր տարածաշրջանում շատ կարեւոր է որ
որևէ ձևով չխանգարեն եւ նաեւ չընկնեն ուրեմն ուշադրության կենտրոն չդառնան եւ խանգարելով նաեւ իրենք այդ վնասները չկրեն։ Պարոն Սարոփյան, նաեւ Թուրքիայի հետ կապված էլ շատ բան է փոխվել, հիմա ասենք քննարկվում է թե Մարգարա Ալիջան այդ անցակետի բացման հարցը, թե Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցը եւ նաեւ Թուրքիան էլ այսպես որոշակի ակնկալիքներ է գեներացնում, հա, որ Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի։ Ալիևն էլ Դավոսում ասում է, դե հա, քաղաքական կամք որ լինի, մենք շատ շուտ կարծեք թե քաղաքական կամքը ինչ-որ վերացական բան է։ Չստորագրողը ինքն է, իհարկե։ Գնա քաղաքական կամքի հարցերը լուծի եւ տեսնենք ինչ ենք անում։ Ինչ դինամիկա է հնարավոր համարում առաջիկա, այսպես ասենք, մինչև հունիս ընկած ժամանակահատվածում, ինչու եմ ասում հունիս շատ հայտնի պատճառով կապված մեր ընտրությունների հետ, թե որովհետև ադրբեջանցի օրինակ վերլուծաբաններն ասում են մի երկու խնդիր կա, որ Ալիևին հետ է պահում, դա Հայաստանում ընտրություններն են հունիսին, մի հատ ուզում տեսնի ինչ կլինի, հետո նորստայդն, եւ երկրորդ հարցը դա Ռուսաստանի գործոնն է, որովհետև հասկանալով, որ եթե ստորագրվում է խաղաղության պայմանագիրը վերջնական, Ռուսաստանն ուղղակի դառնում է այստեղ ոնց որ մեքենայի 5-րդ անիվը։ Այո։ Այո։ Համաձ։ Այնտեղ նաև մի բան էլ նշեց կարծեմ Ալիևը, ասելով, որ դե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարծեք այսպես համահունչ իրար հետ գնում են։ Դա տրամտնում է նաև թուրքական տրամաբանության մեջ, դե բարձր որ Թուրքիան նաև բացահայտորեն էր ասում, չէ, որ Հայաստանի հետ հարաբերությունները մեծապես կախված են Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններից։ Եվ քանի որ այնտեղ դրական այսպես ազդակները բավականին ցայտուն են դառնում, բնականաբար տեսնում եք նաև հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա հարաբերություններում այդ նույն փոփոխությունը։ Եվ գնալով արդեն ավելի շատ է խոսվում Այո, 2 տարի մոտավորապես 3 տարի է խոսում էր այդ անցումը բացելու երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական ուրեմն իր անունեցողների համար այդ անցումը բացելու համար հիմա կարծեք թե շատ ավելի հաճախակի է դարձել եւ արդեն գործնական փուլ է մտնում եւ ամենայն հավանականությամբ ես չէի բացառում որ մինչեւ նույնիսկ հունիս այդ անցքը արդեն բացվեր ուրեմն որպես առաջին քայլ նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման հետ եթե նկատեցինք Ալիևի խոսույթից նաև դուրս եկավ Հայաստանի սահմանադրության վերաբերյալ հարցերը անընդհատ այսպես նշումը որ պետք է փոխվի Հայաստանի նկարտումները ըստ երևույթին տեղի ունենում այդ ծնհալը ինչքան էլ չհավատանք բայց իսկապես տեղի ունենում եւ ճողջունել դա չգիտեմ կարելի է զգուշավոր լինել կարելի է բոլոր հաշվարկները անել կարելի է ամեն ինչ կանխատեսել եւ պատրաստ լինել որևէ, ասենք, ուրիշ զարգացման, բայց միևնույն ժամանակ պետք է հնարավորություններ, պետք է ուրեմն մեկնված ձեռքը սեղմել, եթե կա այդպեսին։ Եվ ես կարծում եմ, որ այնտեղ ասում, այսինքն տեսեք ամբողջ այս համաշխարհային թոհուբոհի մեջ ամենա այսպես կայուն նորմալ իրավիճակը այսօր Անդրկովկասում է։ Նույնիսկ ասենք Իրանի հետ նույնիսկ այդ ամբողջ խնդիրներով հանդերձ մեր տարածաշրջանը ամենակայունն է եւ միտումը դեպի դրական դեպի զարգացումն է դեպի փոխհարաբերություններն են դեպի տնտեսական եւ մնացյալ բոլոր առումներով փոխհարաբերությունների զարգացումն է եւ մանավանդ ինչպես նշեցիք գործնական քայլերը, այսինքն այդ հանձնաժողովների գնալը, տեղանքը ստուգելը, այդ բոլորը ինչի մասին է խոսում։ Խոսում է նաև այն մասին, որ փոխվստահությունն է մեծանում երկու երկրների միջև եւ նաև այդ հոգեբանական այդ ինչպես ասեցինք անցումն է, որ մենք թշնամի երկրներ չենք ալիևս, այլ համագործակցող երկրներ ենք։ Եվ մի բան էլ պետք է կարևոր է նշենք, որ մեր մեջ միշտ նաև այդ հավերժ թշնամի եւ հավերժ բարեկամի այդ բարդույթը շարունակում է գոյատևել եւ ես շատ հաճախ տվել եմ օրինակ Ամերիկայի եւ Վիետնամի
Ամերիկան 3 միլիոն մարդ սպանվեց, վիետնամցի սպանվեց դաժանորեն այդ Վիետնամի պատերազմի ժամանակ։ Եվ դա ոչ թե տեղի ունեցավ դարասկզբին, դա տեղի ունեցավ 60-ական թվականներին։ Եվ արդեն 80-ականներից սկսյալ ուրեմն Միացյալ Նահանգները Վիետնամի հարաբերությունները լավացան եւ այսօր շատ զարգացած փոխհարաբերություն կա։ Վիետնամցիները չեն ասում ամերիկացիները մեր ջարդարարներն են, Վիետնամը մտածում է իր երկրի մասին, իր երկրի բարելավման մասին, իր երկրի տնտեսական զարգացման մասին։ Նույնն էլ մենք պիտի անենք։ Պատմությունը մոռանալ չենք կարող, պատմությունը չենք որևէ ձևով չի փոխվելու, ինչ որ կա պատմական փաստմանալու է, բայց մեզ կարևորը որ մեր երկիրը զարգանա։ Թե ինչպես ենք դա անում, արդեն մեզնից է կախված եւ մեր հարևանների հետ մեր փոխհարաբերություններից։ Եթե մենք կարողացանք եւ իսկապես այդ միտումը կա, եւ անձնապես ես կարող եմ ասել, որ ես լավատես եմ տրամադրված, որ իսկապես այդ կողմ է գնում ամեն ինչ եւ գետնի վրա արդեն արդյունքները տեսնում ենք եւ եթե դա տեղի ունեցավ, ուրեմն մեր համար շատ ավելի լայն հորիզոններ են բացվում եւ Հայաստանը իսկապես կարողանում է արդեն շնչել։ Հիմա մեր թոքերի մի մասով ենք շնչում։ Այդ բացվելու է նաեւ մեր շնչառությունը եւ հնարավորությունները Հայաստանի համար։ Հիմա իհարկե մարտահրավերներ շատ կան, խնդիրներ կան, որոնք կարող են առաջանալ, ասենք ԵԱՏՄ-ի եւ բանի հետ կապված բանավանդ ակրակափոխանակության, երբ որ ուրիշ բան է որ տարանցիկ որպես բան օգտագործվի, ուրիշ բան է թե Հայաստանի հրապրանքներն է արտահանելու կամ ներմուծելու դրսից։ Այդպիսի հարցեր են առաջանալու, բայց դրանք կասեի լավ հարցեր են։ Լավ խնդիր, այդ խնդրեմ ունենալ լավ խնդրեմ է։ Կաբինետներում լուծվող հարցեր։ Լավ խնդրեմ է ունենալը դա փոխարակ խոսելու անվտանգության, փոխանակ խոսելու գոյութենական վտանգի, չկրակելու պատերազմի վերսկսման ու ասենք չսկսման մասին։ Այնպես որ սա է ամենակարևորը, որ հիմա մենք խոսում ենք հարցերից, որոնք ինչպես ասեցիք, կաբինետային ուրեմն եւ նաեւ հաշվարկներով լուծվելիք հարցեր են, այլ ոչ թե ասենք զենքով եւ տնտանոթով լուծվելիք։ Եվ Պարոն Սարաֆյան, նաև խոսենք Սփյուռքից, ի վերջո Հայաստանը առնվազն այս բարոյական աջակցության կարիքն ունի։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ շատ որոշակի շրջանակներ ուղղակի թունավոր հակահայաստանյան քարոզչություն եւ գործունեություն են տանում Սփյուռքում, դե ասենք, դա դաշնակցական շրջանակներն են եւ որոշ եկեղեցական շրջանակներ, որոնք առաջնորդվում են որքան վատ Հայաստանի Հանրապետության համար, այնքան լավ իրենց այդ պատկերացրած գործի համար, հա, ինչն է այդ գործը, որն է այդ գործի նպատակը, սա էլ աշխիստ խնդրահարույց, որովհետև այստեղ արդեն ավելի շատ, չգիտեմ, ռացիոնալության դաշտից դուրս եկած կատեգորիաներից պետք է խոսենք, բայց այնուամենայնիվ վստահ եմ, որ նրանք այլևս չեն ներկայացնում Սփյուռքում հիմնական տրամադրությունները, այդպես չէ։ Գիտեք, Սփյուռքը քանի որ նաև ասենք կազմավորվել էր եւ Սփյուռքը իր համար առաջնային խնդիր ուներ, ասենք ցեղասպանության ճանաչում եւ Թուրքիայի ասենք հագազդեցություն, թուրքական ասենք ազդեցություն բնականաբար ինչ որ խոսեցինք մենք հոգեբանական անցում կատարելու մասին, նաև այնտեղ է սկսում, այնտեղ պետք է լինի, որովհետև երբ որ 65 թվականից կարելի ասել Սփյուռքի ամբողջ, այսպես ազգային տրամաբանությունը դրա վրա էր հիմնված, իրավացիորեն, եւ մենք մեծացել ենք, ասենք, հայեցի դաստիարակություն ենք ստացել այդ ազգային ուրեմն խնդրի հայդադի եւ ցեղասպանության ճանաչման եւ հետևանքների վերացման այդ ուրեմն գործի վերաբերյալ։ Պարզ է որ բավական աշխատանք տարվեց, բավական հաջողություններ ունեցանք եւ հիմա բայց տեսնում եք որ արդեն հիմա նաեւ իրավիճակի փոփոխությունն է այստեղ։ Եվ պարզ է որ միտեղ ենք հասել որ Հայաստանի համար Հայաստանի առաջնային խնդիրները եւ առաջնահերթությունները տարբերվում են Սփյուռքի պատկերացումներից եւ դա բնական է եւ կարեւոր է որ առաջնայինը լինի մենք երկար ժամանակ եմ միշտ խոսել ենք ասելով որ Հայաստանի պետականությունը Հայաստանի որպես պետություն գոյատևումը
առաջնահերթություն է եւ բոլոր մնացյալը ստորոգելիներ ածանցվում են դրանով ստորոգելիներ են այդ կարևորական այսինքն պետականության պահպանման որովհետեւ եթե Հայաստանը չլինի Հայաստան այդ մնացյալ հարցերը անիմաստ են դառնում հիմա բարձր որ սպիրկում նաեւ այդ անցումն է տեղի ունենում հիմա որոշ շրջանակներ այդ անցումը ավելի հեշտ են կարողանում կատարել տեսնել իրականությունը առարկայական եւ նաեւ պրագմատիկ մոտեցում ցուցաբերել տեղի ունեցող իրավիճակին իսկ որոշ շրջանակների համար դա նաեւ իրենց այսպես ռեզոն դետրն էր եւ հիմա դա վերանում է եւ եթե վերանում է արդեն իրենք նաեւ իրենց գործունեությունը վերահաստավորելու խնդիր ունեն եւ դրա համար կարճած է մնում այդ մնացյալից եւ որովհետեւ եթե դա չլինի արդեն անիմաստ է դառնում իրենց գործունեությունը բարեբախտաբար պիտի ասենք որ մանավանդ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին որպես նաեւ ամենամեծ սպյուրք Ռուսաստանից դուրս այսօր իրավիճակը բավականին հստակորեն փոխվել է նաեւ այն առումով որ այդ գործունեությունը կարծում եմ ազդեցություն արդեն չունի այնպես ինչպես որ ուներ առաջ կարող էր ունենալ շնորհիվ այն հանգամանքի որ այսօր Հայաստանը իր պետական ամենաբարձր ուրեմն ղեկավարությամբ եւ մակարդակով ամենաբարձր մակարդակով շփվում է Միացյալ Նահանգների ուրեմն վարչակարգի հետ եթե առաջ Հայաստանի իշխանությունները կամ Հայաստանի նախագահը վարչապետը կամ գործիչները ասենք հանդիպելու ցանկություն ունեն Միացյալ Նահանգների պատգամարմինների հետ երբեմն ստիպված են դիմել գազམ་ագերբությունների միջնորդության որպեսզի իրականացնեն հիմա մենք հստակ տեսնում ենք որ դա չկա մեր դեսպանը կարող է մտնել Թրամփի հետ նկարվել սպիտակտան Մարալագո ուրեմն նշանակում է որ քանի որ այդ կա արդեն ուղիղ եւ իբերանոկում է ամերիկացին լսում է ինչ որ պետք է լսի իշխանության ներկայացուցիչներից այլ ոչ թե միջնորդներից եւ նրանք շատ լավ հասկանում են պատկերացնում են թե ինչ է տեղ ունենում եւ բարեբախտաբար այդ հակակարողությունը ճիշտ է տհաճ է բայց այն ազդեցությունը չի ունենում ինչ որ իրենք ցանկանում են ունենա եթե ունենար այն փոխհարաբերությունները այդ բարձր ուրեմն համագործակցությունը որ այսօր կա կարող էր չլինել ընդհակառակը գնալով ավելի է խորանում եւ ինչպես տեսնում ենք ինչպես ասեցիք շուտով կիսահաղորդիչների եւ այդ ուրեմն միջուկային ուրեմն բանի մոդուլար ուրեմն ատոմակայանի բաններ լինելու մնացյալ առումներով գործնական ուրեմն վերջերս այստեղ է ինչը Սահմանապահների Ամերիկայի այդ հանձնաժողովը որ ուսումնասիրություններ էր կատարել տեղանքի եւ նաեւ արդյունքները տվել այսինքն եւ եթե հիշում եք դեսպանի ելույթը բավականին հետաքրքիր էր ուրեմն մի քանի ամիս առաջ այն մասին որ ինչ գործնական քայլեր են արվում այսինքն դա այդ հարաբերությունները որևէ ձևով չեն կարող խաթարվել մեր հույսն է որ նաեւ սպիրկը կարողանա այդ անցումը կատարել եւ ինչու՞ չէ հիմա որ բացում են այդ լայն հնարավորությունները Հայաստանի համար սպիրկային նաեւ գործարարը կարողանա հերանեկարը բոլորովին այլ տեսնելով իր գործունեությունը նաեւ այստեղ ծավալել իշահ նաեւ իր անձնական ասենք շահի եւ իշահ նաեւ Հայաստանի Հանրապետության Շատ շնորհակալ եմ Պարոն Սարաֆյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու ձեր գործունեության համար եմ շնորհակալ Հայաստան Միացյալ Նահանգների այս հարաբերությունների խորացման ուղղված ձեզ հաճելի ժամանակի արդյունավետ անցկացում Հայաստանում այս մնացած օրերին ինչ հետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում նաև ձեր օգնությամբ, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ քննարկեցինք հարցեր Հայաստան Միացյալ Նահանգներ զարգացող հարաբերությունների այդ ուղղությամբ առաջիկա իրադարձությունների, նաև հայաստանյան եւ համահայկական ընկալումների հետ կապված այս հարցերի շուրջ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։